Ողջույն, ասում են ռուսները սպառնում են։ Բազմաթիվ մարդիկ սոցիալական ցանցերում, տարբեր եթերներում իշխանական ռոպագանդան, ադրբեջանական ռոպագանդան գոռում են միաբերան, որ ռուսները սպառնում են ինքնիշխան անկախ Հայաստանի Հանրապետությանը։ Եկեք միասին վերլուծենք, թե ինչ է կատարվում։ Ուրեմն վերջին տեսանյութը թողարկելուց հետո բազմաթիվ նամակներ ենք ստացել, որտեղ մանրամասը ներկայացրել եմ, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչու էր Վլադիմիր Պուտինը քարտերը բացել դրել Նիկոլ Փաշինյանի առջև եւ ինչ հետևանքներ կարող ունենալ։ Եվ հանկարծ նաեւ ազգային ժողովի նախագահ հայտարարեց, որ եթե ռուսները գազը թանկացնեն, այնպես ինչպես որ հիմա խոսվում է, հա, ասենք $600 դառնա, Հայաստանը դուրս կգա հապկից եւ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։ Եվ այս սպառնալիքը ամբողջ, այսինքն փոխադարձ սպառնալիքներ են տեղի ունենում։ Ռուսները չէին ասում, որ գազը $600 կդարձնեն, բայց ասում էին, եթե դուք շարունակեք այն ինչ որ անում եք, այդ ապագան ձեզ սպասվում է։ Դե հայկական կողմն էլ ասում է, բայ եթե դուք այդ կանեք, մենք էլ դուրս կգանք ԵԱՏՄ-ից եւ հապկից։ Այսինքն ձերիննա դու, հա, մենք կդնենք, ասենք, չգիտեմ, մեր ոդկը կկտրենք կամ չգիտեմ ինչ կանենք, բայց եկեք վերլուծենք։ Որոնք են ռուսական կողմի սխալները։ Ես սրա մասին եմ ուզում խոսել, որ ոչ ոք չի խոսել մինչև հիմա։ Ուրեմն լսեք, ռուսական կողմի սխալը վերջին 15-20 տարվա մեջ մոտավորապես դա այն է եղել, որ Արցախյան հակամարտության համատեքստում բաց տեքստով չեն ասել հայ ժողովուրդ, լսեք, հայ ժողովուրդ։ Եթե դուք այս 5 շրջանների զիջմանը չգնաք եւ չիրականացնեք խաղաղության պլան, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայկական, ապա լինելու է պատերազմ եւ դուք զրկվելու եք բոլորից, համ 5 շրջաններից, համ Լեռնային Ղարաբաղից։ Այս խոսակցությունը վարել են իրենք օրինակ Սերժ Սարգսյանի հետ, արտաքին գործերի նախարարի հետ, ԵԱԿ Մինսկի խմբի համատեքստում անդադար այս տարբեր անուններով այս խոսակցությունը վարվել է, բայց հրապարակային հայ ժողովրդին չի ասվել։ Ռուսական կողմի սխալը հենց նա է, որ հայ ժողովրդին չի ասվել, որ ժողովուրդ ջան, ձեզ սա է սպասվում։ Ձեր իշխանությունները ձեզ խաբում են, որ ոչ մի թիս հող չենք տալու, որ ոչ մի միլիմետր հողազնողին հանձնենք հողին, բան, այս ռոպագանդան սա սուտ է։ Եվ դուք վերջում հանգելու եք խայտարակ ջախջախիչ հետևանքների, որ այսօր մենք հիմա ունենք բնականաբար։ Սրա մասին խոսակցություն չի եղել ժողովուրդ։ Մեզ չեն կանգնել բաց տեքստով ասել։ Ընդհակառակը, մենք այստեղ ռոպագանդա ենք ունեցել, որ մենք ԵԱՏՄ ենք անդամագրում, որովհետև դրա արդյունքում Ղարաբաղը պահելու ենք։ Որը եղել է լկտի սուտ է եղել։ Որ ազգային ժողովում մենք ԵԱՏՄ-ին դեմ էինք խոսում, դեմ քվեարկեցինք 7 падգամավորով։ Մեզ հենց ասում են անվտանգության համար են կարել։ Դա մեր համար։ Այսինքն այս կեղծիքով, բամբասանքով, ստով, ելույթներով չէին ասում, դες թակունց, այս տակից։ Կամ որ ասում են, այս ինչը, այս ինչ մարդը, քիչ իարկեր է տալի, տանկ առնում, տանկեր առե։ Ու այս այլանդակ սուտը, այս խափեությունը բերեց 18 թվականի հեղափոխության։ Տանկ առնողները գնացին, որ տանկ էին առնում։ Հարկը չէին վճարում, այս տանկ էին առնում, բան տենց։ Այդ ռոպագանդան փուչիկ տրակեց թռավոթը։ Եղավ 20 թվականի պատերազմը։ Մենք հանգեցինք այդ ջախջախիչ հետևանքների։ Դա եղավ նոյեմբերի 9-ը, որը շանս էր Լեռնային Ղարաբաղ հայկական պահելու։ Բնականաբար հայ ժողովուրդը մեծ շուկով, բնականաբար, հա, լսելով ադրբեջանի ռոպագանդան, լսելով արևմուտքի անվանտակ թուրք-ադրբեջանական ռոպագանդան, որ արևմուտքը, բան, բայց արևմուտք չկա։ Ինչ արևմուտք եկել աստե, հա։ Ուղղակի մենք չունենք Ղարաբաղը, այդքան բան։ Ուղղակի 150,000 մարդ դարձել է փախստական։ Մենք նաև այս փոզմի շարեցինք, կործանեցինք։ Հիմա եկել ենք կանգնել մի հատ հանգրվանի, ռուսներն ասում են տղեկ ջան, էլ այլևս մենք ձեր իշխանություններին չենք ասել։ Ոստե մի հատ դրվագ մնաց էլի, որ Փաշինյանը վերջին մի տարվա մեջ ընդունել է, պրիզնատ է եկել, պրիզնատ, որ 19 թվականին եղել է խաղաղության պլան։ Եվ ինքը ժողովրդին չի ասել։ Հիմա եկել ասում է Ժորժ ջան, այն վաղ 11 չեմ ասել, չէ, հիմա ասում եմ սեպտեմբերին պատերազմ անելու։ Ժորժ ջան, սեպտեմբերին պատերազմ կարա չլինի, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ անում է, չանի, բայց ինքը անում է ամեն ինչ որ լինի պատերազմ։ Եվ կապ չունի ինքը ընտրվում է թե չի ընտրվում։ Ինքը խոսում է նրա մասին, որ պատերազմ է լինելու, մենք ասում ենք ընտրվես էլ պատերազմ է լինելու, բայց որ չընտրվես շանս կա որ չլինի պատերազմ։ Բայց որ ընտրվի հաստատ լինելու է պատերազմ, տնտեսական պատերազմ, սովորական պատերազմ, կոնվենցիոնալ պատերազմ։ Սրա մասին անդադար գոռում է։ Բայց ի՞նչն է կարևորը։ 19 թվականին մեզ խաբել են, չեն ասել ճիշտը։ 20 թվականին եղել է պատերազմ, ասել են մենք 2 տարվա մեջ հեղափոխությունից հետո այնքան զենք ենք առել, այնենց բաներ ենք ձեռք բերել, որ
փոշի ենք դարձնելու Ադրբեջանին։ Հետո եկել է 25 թվականին, հայտարարել որ հա կար ծրագիր կար, սկիզբ ասեցին որ մենք դավաճան չլինելու համար չենք ասել ձեզ, այլ ենք դա բոլորիդ կոտորել, մենք բոլորս մտածել ենք որ գնում ենք հաղթենք։ Հետո ընդունեցին որ չէ մեր պետականությունը պահելու համար ենք մենք ձեզ տարել պատերազմ, դա էլ պրիզնատեկան, նորմալ, հա։ Ու մենք եկել ենք մի հատ հանգրվանի, որ ռուսական կողմը էլ չի ասում իշխանության է, հետը բանակցում իշխանությունն ասում նենց շուխուր չլինի սրա մասին։ Որտեվ ես կարծում եմ որ նախկին իշխանությունների օրոք այդ գաղտնապահություն, այդ բանակցային գործընթացի գաղտնիքները ոչ ոք չիմանա, բան հայ ժողովրդից թաքցել է նաև մեր գործող իշխանությունների շնորհքով։ Որ ստեղ եկել են քարոզել մի բան, ընդե բանակցել մեկ այլ բան։ Հասկանում եք ինչա տեղի ունեցել։ Ռուսներն ասեն դե դուք գիտեք, դուք եք այդ երկրի առաջնորդները, մենք ձեզ ասում ենք որ այս պլանը է իրականացնել։ Եթե չէ, վատա լինելու։ Ասում հայերն ինչ են պատասխանել, մի բուջին բարոցը։ Хорошо։ Հետո ինչա տեղի ունեցել ժողովուրդ ջան։ Հետո եկել ենք մեր օրեր։ Մեր օրերում արձանագրվել է, որ մեզ խաբել են մի 15 տարի, հետո 15 թվականին մեր նոր իշխանությունն է մեզ խաբել հեղափոխական, հետո 22, 23, 24 անդադար խաբել են, տարբեր տեքստեր են դրել, 25 թվականին եկել ամբողջ ասեն հա ախպեր եղել է խաղաղության պլան, մենք մերժել ենք, ձեզ տարել ենք պատերազմի։ Այսօրվա գործող իշխանությունը դա է։ Եվ բոլորս արդեն գիտենք իրականությունը։ Մեկ էլ գնում է Պուտինի մոտ, ու Պուտինը ինչ որ տես թեզեր են դնում։ Հետո Վերչուկի հոդվածն հրապարակում, թե ինչ կարա տեղի ունենա։ Ժողովուրդ ջան, հիմա ոչ թե մեզ սպառնում են, այլ մեզ ճիշտ ուղղակի ասում են, եթե դուք անեք սենց, լինելու է սենց։ Որը չեն արել այն ժամանակ, հասկանում եք, այն ժամանակ դա չեն արել, չեն ասել։ Հիմա ինչ ուզում եք ասեք, ես կարծում եմ ռուսական կողմի խայտարակ սխալն է նա, խայտարակ, ամենակոպիտ, ամենախայտարակ։ Ինչ բարեր ուզում եք օգտագործեք, սխալն է նա, որ իրանք չեն խոսել հայ ժողովրդի հետ անկեղծ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Չեն խոսել, որը բերել է այս պատերազմին, այս արհավիրքին, այս կործանումներին։ Հիմա բաց խոսում են, բայց հիմա բաց խոսում են։ Մենք ինչ պետք է անենք, ասենք, մեզ սպառնում են նրանք, թե պետքա դասեր քաղենք, հետևություններ անենք, ասենք ոչ թե սպառնում են, այլ ասում են ժողովուրդ ջան, լսեք, եթե սենց անեք, սենց կլինի, եթե սենց անեք, սենց կլինի։ Դուք գիտեք, ախպեր, անկախ երկիր եք, ինքնիշխան եք, դուք եք որոշում, բայց իմացեք գազը հիմա $177, հետո դառնալու է 600։ Դուք որոշեք, ուզում եք $177 գազ, ուրեմն սենց պետքա շարունակեք համագործակցել մեր հետ, արևմուտքի հետ եւ այլն եւ այլն։ Եթե որոշել եք դառնաք մեր թշնամին, գազը դառնալու է $600, որոշեք։ Այսինքն ռուսների այն ժամանակվա սխալի արդյունքում այսօր ժողովրդի մի մեծ հատված դարձել է ռուսատիաց եւ այդ ռուսատիացությունը Նիկոլ Փաշինյանը ուզում է կապիտալիզացնի, ձայն դարձնի, ընտրություններում դրանով վերընտրվի, վերարտադրվի, որը կապ չունի մեզ Եվրոպա տանելու, Արևմուտք տանելու, ՆԱՏՕ-ի, չգիտեմ ինչ, Տրամպի, ԵՍ-ի հետ ոչ մի բանի հետ կապ չունի։ Այս մեկ միանշանակ եմ ասում, ոչ մի կապ չունի։ Բայց դրա արդյունքում ժողովուրդ ջան, մենք ենք դժվում։ Հասկանում եք, մենք որ դառնում ենք որևէ գերտերությունը ատող երկիր եւ դա այսօր Հայաստանն է դարձել։ Այսօր Հայաստանը դարձել է ձևի երկիր։ Մենք որպես սովորական ժողովուրդ մենք ենք դժվելու։ Մեր իշխանությունները, ով որ լիդերներ են հիմա, նրանք չեն դժվելու։ Նրանք բացարձակապես դժվելու բան չունեն։ Ու շատի նայեք, ասում են ժողովուրդ ջան, դուք պետքա դիմանաք ցուրտ ձմեռներին։ Կառավարական առանձնատները ցուրտ ալինելու, որ ցուրտ ձմեռ է, այսինքն գազ չլինի, ատոմակայանը փագեն իրանք, Թուրքիայի, Ադրբեջանի պահանջները կատարեն, ցուրտ ձմեռին ասեն ժողովուրդ ջան, սա մեր ինքնիշխանության համար է։ Դուք անկախ եք, մրցեք, սա դրա համար է։ Կամ որ ասենք այս հեկտարներով բանը ջերմոցային տնտեսությունները որ փլուզվի, դրանց վերծված վարկերը չսպասարկվեն բանկերում, այդ բանկային համակարգի դոմինոյի էֆեկտով այդ հարվածը ուտի։ Այդ փողերը որտեղից է պետությունը վերցնելու բերի այդ տնտեսությունները փրկի, բանկերի վարկերը փակի, որ բանկերը չպայթեն։ Այդ ո՞նց է կանելու։ Այս ամեն ինչը որ տեղի ունենա, դա դրա տակից դուք ո՞նց եք դուրս գալու, որ այս երկիրը սարքել եք կապ չունի հակաամերիկյան լինես պրոբլեմա, հակառուսական լինես պրոբլեմա, հակաեվրոպական լինես պրոբլեմա, պետք չի լինել։ Բայց այս երկիրը իրենք այդ ստի արդյունքում, որ ռուսները ուղիղ ժողովրդի հետ չեն խոսել, իրանք ժողովրդին հանգիստ խաբել են, որ ռուսները մեզ գցին, խափին, կործանին, հետեւաբար մենք պետքա գնանք դեպի ուրիշ ուղղությամբ, հա, դառնանք էսի ինչ բան Ռուսաստանի դեմ կրվող բաստիոն էս ռեգիոնում, որի հետևանքների մասին Մոսկվայում ասեցին։ Բայց եթե ռուսները սխալ չանեին ժողովրդի հետ խոսային, ժողովուրդը կիմանար, որ այ ախպեր ջան, ձեզ զգուշացրել էին։ Որ եթե դուք շարունակեք այս տեմպերով այս նույն բաները անել, դուք ոչ միայն 5 շրջաններն եք կորցնելու, դուք նաև կորցնելու եք Լեռնային Ղարաբաղը։ Ու հետո չեք կարող մեր ջեբը գցեք, թե մենք ենք մեղավոր։ Լսում եք ձեզ ինչ ենք ասում։ Դրա համար իմացեք, որ ունեք այս այլընտրանքը եւ գնացեք այդ այլընտրանքը արեք։
Այսօր ռուսները այն հին սխալը թույլ չեն տալիս, բաց խոսացել են։ Հիմա դրա ունը Հայաստան դրվել է սպառնալիք։ Ազգային ժողովի նախագահն ասում է, հա, դե կտենակ ապեր, մենք է դուս կգանք ԵԱՏՄ-ից, մենք է դուս գանք հապկից։ Այդ հապկից այս 4 տարիա դուս եք գալի, դե դուս չեք եկել, մի հատ հիմա գազի գնի վրա եք ուզում ես։ Հապկը ծախեք։ Այսինքն ես ինչ խոսակցություն է, ինչի մասին է այս խոսակցությունը։ Ինչի մասին է, ինչ եք ուզում ասեք դրանով, էլի։ Բան մենք տենց բան, մենք կարանք ասենք որևէ գերտերության հետ այդ տոնով այդ լեզվով խոսանք, բան մենք ինքնիշխան ենք, բան եւ այլն եւ այլն։ Էլի ենք ինքնիշխան, բայց ժողովրդին սովի մատնելու ձեր ապուշ քաղաքականության արդյունքը, սովի մատնելու հետևանքի համար ով է պատասխան տալու։ Դա ինքնիշխանության հետ բացարձակ կապ չունի։ Դա կապ ունի արկածախնդրության հետ, դա կապ ունի հիմար լինելու հետ, բայց ինքնիշխանության հետ բացարձակ կապ չունի։ Կամ դա կապ ունի, ասենք, Թուրքիայի ծրագրերի իրականացնելու հետ։ Հիմա ատոմակայանի մեր փագելու, մեր այս ամբողջ արշավը, որ իշխանությունը վարում է։ Ինչի է դա կապված։ Ատոմակայանը, որ ուզում են փագեն։ Ինչի մասին, մենք իշխանության մասին է։ Բարևը մենք արևով բան կանենք, արևային էներգիան, լուրջ եք ասում։ Չէ՞ լուրջ։ Այսինքն մեր տնտեսությունը զարգանալու ապագա չունի, չենք ուզում խոշորացնենք այս տնտեսությունը, ուզում ենք զուտ մնանք արևի հույսին, հա, մի հատ ուղակի բան լույս եք ուզում վառեք, էլի, ուրիշ բան չեք ուզում անեք Հայաստանի Հանրապետությունում։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ամփոփեմ։ Այս հարցը նես չի որ ասենք բան է, պրիմիտիվ բան չի։ Ես առաջ անգամ սա մասին խոսում։ Հերիք ու բոլ եղավ։ Պետք չի բան անել, խափել ժողովրդին, այսքան տարի խափել են, Անցյալ տարի բացահայտվել է այս ամեն ինչը։ Պաշտոնական ձևի, հիմա ես ասում եմ ռուսների սխալը, հիմնարար սխալը այն է, որ մեր ժողովրդի հետ ուղիղ չեն խոսացել, վստահել են գործող իշխանություններին, որ իշխանությունը կգնա իր ժողովրդի հետ կաշխատի, այս հարցերը կլուծի, որ ժողովրդին չտանի պատերազմի, կոտորածի եւ տարածքային կորուստների եւ փախստականների հոսքի երկիր։ Բայց այդ իշխանությունները հետևողական այս գործողություններն արել են։ Հիմա հասկանում եք, իշխանությունները ուզում են հետևողական նենց անեն, որ մեր գազը դառնա $600։ Մեկ է ռուսներն ասում են, հո պապեր, մենք հիմի ժողովրդին ասում ենք, որ հետո դուք չասեք, որ տեսակ որ մենք ասում ենք սրանք սպիտակ թուրքեր են։ Տեսակ, այ դրա համար է գազը $600։ Բա, իմացեք դե հայ ժողովուրդ։ Էսա process-ը, սրա մասին էի ուզում ես խոսել։ Խնդրում եմ տարածեք որ մարդիկ իմանան, որ սպառնալիքը զգուշացումը, կանխատեսումը իրարից կարողանաք տարբերակել, հասկանաք ում է սպառնում, հասկանաք ով այդքան թափ ունի ում սպառնալու եւ այլն, այս Հայաստանից հոխորտալը բաները, եւ իմ միակ մտահոգությունը ռուսները չեն, ամերիկան չի, Թուրքիան չի, Վրաստանը չի, Ադրբեջանը չի, Հայաստանի Հանրապետությունն է, որ գոնե այս եղածը փրկենք ոնց որ կա։ Որտեղ այս իշխանության գործողությունները եւ նրանց վերընտրվելը, այս եղած Հայաստանը, որ կանոն իրական Հայաստան կպցրել են այս դոշտներին, այս եղած Հայաստանը կործանելու մասին է։ Ադրբեջանացման եւ այս երկիրը կործանելու մասին է։ Արձագանքեք, արտահայտվեք մեկնաբանություններում եւ տարածեք այս եթերը։ Շնորհակալ եմ, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը եւ այսօր հրաշալի տոն է նշում Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն։